ենք եւ նաեւ ազգի միջազգային հիմնադրամը գնահատում եւ կենտրոնական բանկը մեր համար ռիսկեր են պարունակում, որովհետեւ տնտեսության զարգացման կոնցեպտները, որից կապված են մեր տարածաշրջանային զարգացումները, հատկապես Ուկրաինայի, Ռուսաստանի զարգացումները, որոշակի անճշտություններ, անորոշություններ կան։ Բայց ներկայային դրանք նվազման միտումներ ունեն։ Մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ պետք է կառավարությունը ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա դիմակայել դրան։ Պարոն Խաչատրյան, ես այսօր խոսած եմ հույդը ԱՆԲՀԿ-ն դեմ ենք քվեարկելու ձեր կառավարության ներկայացրած բյուջեին։ Սա չի կարող բացասական ազդեցություն ունենալ, այսինքն վստահություն չեք ներշնչել խմբակցությունների մոտ։ Դե խմբակցությունները ունեն քաղաքական խնդիրներ, այսինքն բյուջետային գործընթացները կառավարությունը ունի այլ խնդիրներ։ Դա քաղաքական որոշման խնդիր է, ես չեմ կարող պատասխանել թե ինչ է։ Խաչատրյան, որևէ նախարարություն կմիավորվի ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, վերջնական է այդ կառուցվածքային նախարարությունը։ Դուք ինչ իմաստ եք խոսում, ես նման ինֆորմացիա չեմ տիրում։ Պարոն Խաչատրյան, դեր անուն ամենաշատն է շոշափում փոխվարչապետի պաշտոնում։ Բայց հետո է շոշափում, դուք եք շոշափում։ Դե շոշափում եք ինձ արդեն։ Իշխանական վերնախավն է շոշափում։ Պետք չի շոշափել ցանկացած պետական պաշտոնի, դա ցանկության խնդիր չի։ Երբ որ դուք ասում եք ցանկանում չի, դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է եւ ում նշանակել պետք է աշխատի։ Եթե ձեզ առաջարկեն, երբ որ առաջարկեն կզրուցենք։ Պարոն նախարար, ձեր նախարարության շինարարությունն է, որ ինչ գումարներով է արվում եւ ինչու է արվում։ Այս շատ լավ հարցերից։ Մեր շինարարության ընդհանրապես մեր համակարգի բոլոր շինարարական աշխատանքները կատարվում են մեր պահոստային, մեր ուրեմն արտաբյուջետային միջոցների հաշվին։ Մենք ունենք լավ խնայողություններ, մենք շատ օպտիմալ, ռացիոնալ ենք ծախսում, քանի որ համակարգի արժեվ կամ խնդիրներ կա։ Ֆինանսների նախարարության շենքը երևի թե անհիշելի ժամանակներից ոչ մի միջոցներ չէր դրված եւ ես չեմ կարծում, որ ներկա ժամանակակից պայմաններում մենք կարող ենք աշխատակիցներին առաջադրել խնդիրներ եւ չենք լուծում նրանց սովորական նորմալ աշխատանքները։ Մենք աշխատանքները չենք ավարտել, կհատկացնենք այնքան, որ կան նորմալ աշխատանքային պայմաններ եւ համակարգչային տեխնիկայի այնպիսի միջոցներ պետք է ստեղծել, որ կարողանան մարդիկ նորմալ աշխատել, բայց մենք նաեւ օպտիմալացնենք։ Պարոն Խաչատրյան, այն դեպքում, եթե բյուջեի կատարման ընթացքում էական խնդիրներ առաջ գա, ասենք գնաճի, սղաճի կամ տնտեսական աճի ցուցանիշների կատարման հետ կապված, դուք պատրաստ եք հրաժարական Հիմա տեսեք շատ եք հարց տալիս հրաժարականի հետ կապված, ուրեմն հրաժարականների տալու համար բավարար պայմաններ են, բայց հրաժարական տալը ոչ գործ է, հավատացեք, մենք պետք է պատրաստ լինենք, որ անորոշությունները, դժվարությունները հաղթահարելու։ Մենք պետք չի եւ ընդհանրապես մենք պետք է մեր գործողությունները ոչ թե գաղտնական էմոցիոնալի վրա կառուցենք, այլ դրական։ Մենք պետք է կարողանանք օգտվել այն դրական գործառույթներից, որոնք կարող են օգտագործել եւ չհասցնենք մենք մակրոթական պարամետրերի նվազմանը, բյուջետային ուրեմն եկամուտների ավելացման խնդիրներին, չէ հրաժարական տալ չտալու է Դա քաղաքական պատասխանատվության հարց։ Սերժ Սարգսյանը հորդորել է կառավարությանը եւս մեկ անգամ վերանայել ընդդիմության ներկայացրած 12 կետերը։ Ինչ եք կարծում, վերանայվելու է այդ պահանջները եւ ինչ ձևով է վերանայվել։ Ինչ ծախսերի հետ է կապված։ Եթե դուք ուշադիր հետևեք նոր կառավարության գործունեությանը, այն օրենսդրական փաթեթներին, որը մենք ներկայացնում ենք ազգային ժողով, դուք համոզված կլինեք, որ այդտեղ հաշվի առնում կառավարությունը եւ միությունների, եթե վերաբերում է որևիցե գործառույթ տնտեսվարողների նրանց կարծիքը, մեր համար կարևոր չի թե ովքեր են առաջադրողները հարցերի շրջանակը եւ ներկայացող առաջարկները, մեր համար կարևոր է ինչ են ասում։ Եվ այդ առումով շատ կարևոր է եւ հանրապետության նախագահան երեք անգամ կառավարությանը առաջադրանք է իջեցել, որպեսզի ընդդիմության հետ քննարկել այն դրույթները, որոնք հնարավոր են իրագործել, որովհետեւ եթե մեր նպատակը մեկն է տնտեսության առողջությունը, երկրում մթնոլորտի փոփոխությունը չի հաշվի առնում ովքեր են ասում։ Որ կետերը կարող են նորից վերանայվել, ինչ եք կարծում։ Դե հիմա 12 կետերը, որից մեկը վերաբերում է մեր ուրեմն գործունեությանը, մենք կարծես թե բավարար ուրեմն միջոցներ ենք ձեռնարկել, բոլոր կետերը հարկը նկատում եք, բայց որ դժգոհողներ շատ կային, դուք հետաձգեցիք ասածս ինչ է։ Հիմա տեսեք, ուրեմն դժգոհողները միշտ կլինեն, որովհետև եթե տարիներ շարունակ բիզնեսի ներկայացուցիչները սովորել են մի խաղի կանոններով, երբ որ դու փոխում ես խաղի կանոնները, իհարկե դժգոհները կլինեն։ Դժգոհները շատ ազնիվ են, ասում են
թույլ տվեք մենք առանց թղթի շատ լավ ենք զգում մեզ։ Այստեղ կառավարությունն էլ է շատ ազնիվ, ասում եմ կա խնդիր, ես ուզում եմ կարգավորել։ Հիմա այդ երկուսի արանքում ավելի շատ դժգոհողների ինչ որ անհասկանալի միավորումներ են ձևավորվում, բայց խնդիրը շրջանառության նկատի ունեն քաղաքական շահարկումները եւ նկատի ունեն այն մարդկանց խմբերը, որոնք ուղղորդում են, որովհետեւ ես չգիտեմ ովքեր են, դուք ինձ լավ գիտեք։ Հիմա տեսեք